Բարև ձեզ սիրելի հայրենագիտներ, այսօրվա նյութը շարունակությունը է ինչ որ անցյալ անգամ սկսանք, որ է Սփյուռքի Հայաստանի Պետության եւ ներկա Հայաստանի վարչագահի հարցերն են։ Իրարու հետ կապ, իրարու հետ հաղորդակցության եւ իրարու հետ խնդիրներու մասին է։ Անցյալ անգամ անդրադարձավ, որ երբ Հայաստանը 1918-ին անկախություն հռչակեց եւ սահմանադրությունը դարաձեց, նպատակը մեկ էր՝ բոլոր հայերուն համախմբել Հայաստանի մեջ։ Պետագայության պետականությունը նպատակը ադիգա է, որ բոլոր հայերը հավաքվին Հայաստանի մեջ։ Ադե որ առաջին բարբերության մեջ սահմանադրության գծե հայ ժողովուրդ, ընդհանուր հայ ժողովրդի մասին խոսի եւ գսե պետական սկզբունքները եւ համասկային նպատակներ։ Աս բարերը, երբ որ վերլուծեցինք անցյալ անգամ, հստակ դարձավ, че 1991-ին մինչև 2017-ը երեք նահանգները՝ Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան, ատ ուղիի հետևեցան, որ ինչ է հայաբախբանում Սփյուռքի համար, Հայաստանի զորացում եւ Հայաստան ներքախտել, գազམ་ակերպել, որբեսի Հայաստան զորանա դնդեսաբես, ռազմական կերպով, արդյունաբերությամբ, արտադրությամբ եւ հայ ժողովուրդը, որ Սփյուռքի մեջ կապրի, համախմբել Հայաստանի մեջ, որովհետեւ ազգաբախբանումը Սփյուռքի մեջ դժվարացած էր, ուզածումը ավելի արմատական դարձած էր եւ ներկա սերունդը խառն ամուսնություններով գերային հայություն է եւ մանավանդ պետք էր Հայաստանի մեջ հայ ժողովրդի թիվը ավելցնել։ Անոր համար համահայկական համաժողովներ կազմակերպեցին։ Սփյուռքի ներկայացուցիչները հրավիրեցին Հայաստան, որ իրենց կարծիքը հայտնեն, թե ինչպես կարելի է Սփյուռքի եւ Հայաստանի կապը զորացնել եւ աս նպատակները, որ նշանակեցի, ադոնք շարունակապար հարաճացնել եւ վերջնականապես Սփյուռքի մեծամասնությունը Հայաստան բերել։ Ադորամար գազմեցին համահայկական, մարզական խաղեր, ուսուցիչներու դաստիարակչությունը Հայաստանի մեջ, հայկական դպրոցները, որ Սփյուռքի մեջ կային, անոնց դասագրքեր եւ այլն, ղրգել, որբեսի ատ գաբը սերդանա։ Այսինքն հայը ապրի Հայաստանի մեջ կամ Սփյուռքի մեջ, գավվի իր արմատներում, ըսկա, որ ինքը մեկ ազգի զավակն է։ Ես իմ բանաստեղծության մեջ նշած եմ, մենք նույն գաղնի դարբեր ջուղերն ենք, մենք նույն թրջունի երկու թևերն ենք, բայց նույն ոսոխի միակ զոհերն ենք, եւ հայու զավակ եղբայր հայրենի,
Այսինքն սպյուրքի մեջ մենք հայերը հայաստանցիներ եղբայր կնկատենք։ Այդ ոգին Հայաստանի մեջ պետք է դարածվի։ Այդ է նպատակը հայության։ Այնպես շատ թյուրին է սպյուրքի մեջ այլասերիլ, ցուլվիլ, մորնալ, ինչ որ եղած է Հնդկաստան, Լեհաստան, Հունգարիա, Անգլիա, Ձայրաքուն արևելքի մեջ, Ռուսաստան, սպյուրքի մեջն է, որ գազմավորված է հայ մշակույթի արմատը։ Հայերեն դարերով առաջին գիրքը հրատարակված է Վենեգինգի մեջ 1512-ին։ Առաջին աստվածաշունչը հրատարակված է Ամստերդամի մեջ 1666-ին։ Առաջին թերքը հրատարակված է Հնդկաստանի մեջ։ Ուրեմն ինչ կնշանակի աս, որ սպյուրքը հոգվով սրտով կապված է հայության, հայ ազգին, որուն հայրենիքը Հայաստանն է։ Առաջ հայրենիք չունեինք, ոչ թե չունեինք, ազատ անկախ Հայաստան չունեինք։ Հիմա գա։ Երբ որ ազատ անկախ Հայաստան գա, ինչու Հայաստանի վարչակարգը դիրություն չուներ սպյուրքին։ Վարչակարգը իշխանություն չէ։ Վարչակարգը մատակարար է, ընդրված ժողովրդի կողմեն։ Ժողովուրդն է դերը բեդության։ Այդ ժողովուրդը մենակ Հայաստանը պրակ չէ։ Աշխարհի որ կողմը որ հայ գա, ադիկա դերն է Հայաստանի։ Ադոր համար համաժողովներ, որ կազմակերպեցին, 6 համաժողով 1991-ի վեր, մինչև 2017-ը, այդ նպատակներու մասին խոսեին։ Խորհրդակցություն կլար սպյուրքի եւ Հայաստանի առաջնորդներու միջև։ Ինչպես հայերեն լեզուն բահել, պաշտպանել սպյուրքի մեջ, ինչպես մաքրագործել հայերեն լեզուն Հայաստանի մեջ։ Հայաստան ներդրողները 1991-94-ին մինչև 2001-ը մեծ մասամբ սպյուրքահայեր էին։ Ինչ եղավ հիմա։ Վանեցին սպյուրքահայը Հայաստանեն։ Ով վանեց։ Ներկա վարչակարգը։ Ներկա վարչապետը հստակորեն գծե, որ ես սպյուրքի պաշտպան չեմ։ Միթե կարելի է։ Ուրեմն ինքը չներկայացներ հայությունը։ Եթե ինքը չներկայացներ հայությունը, այդ պաշտոնի մեջ չէ մնա։ Բարգեջ եւ անգեղծ պիտի լա եւ հեռանա այդ պաշտոնեն։ Որովհետեւ այդ պաշտոնի թրված մարդը բոլոր հայության ներկայացուցիչն է։ Բոլոր հայերու իրավունքները պաշտպանող է։ Հիմա ունենք Հայաստանի մեջ սպյուրքի գլխավոր անձնակատար եւ հանձնակատարներ։ Մի չխոցիմ գլխավոր անձնակատարի մասին, որ բարեկամս է, բայց հանձնակատարներ, ացոնք ուրդեղացի են։ Մեծ մացան ինձի գսեն, Հայաստան ծնած ապրած են։ Լավ, ինչ գործ ունին սպյուրքի մեջ, որ ներկայացնեն Հայաստանը, ինչ նպատակով, ինչ հեռանկարով, եթե վարչապետը գցե ես սպյուրքի իրավունքները պաշտպանող չեմ, երբ որ վարչապետը գցե մենք հայոց ցեղասպանության հետևանքները
վերացնելու գործունեություն չտանինք, կամ հայոց ցեղասպանությունը ջանշնալու, թադաբարդելու եւ բաժելու բանջարդիրություն չունինք։ Ինչ գործ ունին հանցանկատարների, ինչ պիտի դնեն, որևէ գեբով գնպաստեն հայերեն լեզու պաշտպանության մեջ, չէ, հայերեն լեզուն ավելի աղավաղված է Հայաստանի մեջ, օդար բարեր, 1001, ամեն օր գլցեց խորհրդարանի մեջ, բարեփոխտաբար Փաշինյանը մի քիչ մակրակորձեց նախորդ 8 տարիներում։ Էյական նպատակներեն հեռացած է ասվարչակարգը։ Հայությունը մեկ է, ծնունդով հայը, ուր որը լա Հայաստան, ապրի կամ արտերգիր հայ է։ Երբ որ տուն հայ ես, քու հայրենիքդ Հայաստան է։ Եթե քու հայրենիքդ Հայաստան է, Հայաստանի վարչակարգը քեզի Հայաստանի քաղաքացիություն պիտի որ սպիրկ աբրողները ըսկան, որ իրենք Հայաստանի դեր են։ Բայց ներկա վարչապետը գցե չէ Հայաստանը մինակ սահմանափակված է, ինչ որ հիմա ունենք մենք։ Երևակացեք, մեծ հայրս ինձի վեցատ դուն ժառանգություն ցկեք։ 5 հատը գողքի թշնամից կամ հարևանս կուքան քրավեն մեջը նստին։ Բայց ադոր մուրհագը ես ունիմ։ Հիմա ես մեկ հատի մեջն եմ, կսի ադոր գեսրան ինձի բիտտաս, Ադրբեջանը։ Ատ 5 հատը քրավողները Թուրքիան եւ Ադրբեջան է, հայկական հողերը քրաված են, ադոնք Հայաստանի մաս կգազմեն կամ ոչ։ Կամ ներկա վարչակարգը հրաժարած է անոնցմե։ Ներկա վարչակարգը եթե հրաժարած է անգե, հայ չէ։ Կամ հայությունը չի ներկայացներ, կամ Հայաստանի վարչապետի պաշտոն պետք է ունենա։ Վարչակարգը ժողովրդի կողմէ մասամբ ընտրված կամ նշանակված անձիկ են։ Եթե այդ անձը չէ յուրեցուցած հայ ազգ ինչ կնշանակի եւ հայության իրավունքը պաշտպանել, պետք է հրանատ պաշտոնեն, որովհետեւ համապատասխան չէ այդ պաշտոնին։ Հիմա Ադրբեջանը կբահանջի անկլավներ, հողադարածներ, կցե ադրբեջանցիները հոմբիտ կան, հաստատվին, ադի արեմդյան Ադրբեջան կգոչվի։ Իսկ ներկա վարչապետը եւ վարչակարգի անձիկ չեն հագատարծեր։ Հայ չի վրեք, որ 5 դունը քրաված է, որ իմ մեծ հայրը զինձի ժառանգած է, հիմա 6-րդին գեսնագուզ է։ Եվ ես չբողոքեմ, չպաշտպանեմ, կարելի է։ Ոչ, եթե կարելի չէ, ուրեմն վարչակարգը պետք է փոխվի։ Հայերս մենք սկզբունքի վրա կոյադեված ենք սպիրկի մեջ։ Ֆեդայիներեն ժառանգած երկ մգավոր գցե։ Ախ Հայաստան սիրտիս հոգիս քեզ նվիրեմ ընդունի, թե կարելի, որ ես մեռնեմ, բայց տուն ապրիս Հավիդյան։ Այսինքն անձը գնվիրվի ազգի համար, որբեցի այդ երգիրը վերածաղի եւ մնացածները հոնավակվին։ Իսկ ներկա վարչակարգը գվանե հայրենադարձությունը խաղապար է։
եւ որ գխոսի չես իրականացնել, ուրեմն անիմաստ է։ Սպիրկահային պիտի դրվի ինքնության թուղթ, պատկանելության թուղթ, որ կգոչվի Հայաստանի հպատակություն։ Եվ Հայաստան պետք է դառնա համահայկական պետականություն, որ աս ներկա վարչակարգը հակառակ է։ Ուրեմն ներկա վարչակարգը հայության թեմ հակառակ է։ 1001 բան կրնանք խոսանալ, շատ բան ասած է Արցախը Հայաստանը եւ վերջ ասած է Ղարաբաղը Ադրբեջանի հողատարածք է եւ հանձնած է։ Հայությունը Հայաստանի եւ Սփյուռքի մեջ ինքնամաքրման պետք ունի։ Անոնք որ ազգային ոգի չունին, ուղղություն չունին, առաջնորդի ճաշտոն պետք չէ վարեն։ Հեռացվին կամ հեռանան։ Հայաստան ազգային քաղաքախոսություն պիտի սկսի քարոզվի դպրոցներու մեջ։ Դանիել Վարժանի ոդանավորները դպրոցական քրքերեն հաներ են։ Գրիգոր Զոհրաբի անունը ամբողջովին հանած է։ Միթե կարելի է հարցում հայերում միթե կարելի է բաժաց վարչակարգը գնե, ուրեմն հակահայկական ուղղություն ունի։ Եթե հակահայկական ուղղություն ունի, վարչապետի պաշտոնին արժանի չէ։ Սփյուռքը դիրություն պիտի Հայաստանին, իսկ Հայաստանի ժողովուրդը դիրություն պիտի պետության։ Պետությունը օրենքներ են հիմնված սահմանադրության վրա։ Եվ այդ սահմանադրությունը հայության քոյության հիմքն է։ Կարևոր է որ աս սկզբունքները հարկվին եւ կատարվին։ Եվ ան վարչակարգը իշխանություն չէ մսեր, վարչակարգը որ հակառակ է աս սկզբունքներուն, պետք է հեռանա կամ ժողովուրդը հեռացնի։ Այս խոսքերով կավարտեմ եւ կհանդիպենք հաջորդ անգամ։